Կարմիր վայրի վարդեր նա խոստացավ ու հեռացավ Կյանքը նոր պայտորվանից վայրի դարձավ ու բարկացավ Ճակատին գրված ուղին դու չես փոխի պիտի անցնես Քո ճամփին հազար փորձանք ու տառապան Կտեսնես իմ հեքիաթ անավարտ Երազում ես չեմ ուզում իմ պարտեզում քո անունով բացեմ արդեն Սև թերթերով Երազում քո հետքերով անմերջ լասում ու չեմ հասնում ախից սնված իմ երազի Նախկինում չի բողոքել Չէ, ոչ մի բողոք չի ունեցել Ես նոր նայեցի ոտքերի այտուցվածը Դա գալիս է գիտես ինչից սրտային անբավարարությունից Եվ թոքերում ջուր է հավաքվում Պետք է որ բողոքած լիներ Իսկ հիմա որոշ պատճառների ազդեցության տակ վիճակը սրվել է Ինքը պիտի հիվանդանոց գնա անպայման Բայց հիմա ես չեմ թողնի որ ինքը դուրս գա տանից Լիզ, բա իմացար ինչ եղավ Ինչ դուք վաղը ծանծրալի ժողովի կլինեք, ես մամայիս հետ կգնամ նոր շորեր առնելու Բա, մաման ողբից չդիմացավ Ես հիմա ինչ եմ անելու Մամային բուժում ու խնամք ա պետք սնունդ Մենք փող չունենք Մաման էլ չի կարա աշխատի Աստված իմ ինչ եմ անելու Ես հիմա լրիվ մենակ եմ Ընկեր Սահակյան Ասա լսում եմ Մայրս չի կարող գալ Ինչու? Հիվանդ է Տարօրինակ է Մայրդ երբեք ծնողական ժողով բաց չի թողնում Այս անգամ արդեն երկու անգամ ծնողական ժողով ենք անում ու նա չկա Սնունդ Եթե ես 7000 դրամ տամ բուժքրոջը մոտս կմնա ընդամենը 2000 դրամ Դրանով ինչ սնունդ պետք է առնեմ Մենք ոնց ենք ապրելու Ինչ ենք անելու Եթե սնունդ չստանա ինչքան էլ որ սրսկվի չի օգնի Ինչ անեմ Ինչքան ուզում ես դե խմի Այս ինչ անեմ լավ կազդուրվես լավ Ես գիտեմ ինչա պետք անել ու հաստատ կանեմ ուզում ես շուտ լավ Հիմա դա է միակ ելքը հաստատ Ինչ ուզում ա լինի ես դա կանեմ Մենակ թե Մամաս եթե իմանա կխելագարվի Չէ բայց ուրիշ ելք չկա ես չեմ կարա թողնեմ մորս այդ վիճակում Հիմա իմ հերթն է նրա մասին հոգ տանելու Ես էլ ու Վերջալ ջան ապրես ամշեղով Դու էլ ապրես Նվար ջան շատ համով էր Ես էլ պիտի գնամ շատ չեմ կարող մնալ այսօր տղաս է գալիս թոռանս հետ ասում եմ մեր մեծ տները թողել գնացել են Վարդով են ապրում առանցին դե հարցս ասում է կարող է ես սուրճը ուզում եմ գիշերանոցով խմեմ Դե ջահել են, ոչինչ, ինչ ուզում են թողանեն Ես գնացի, գնամ բուժքրոջն էլ կանչեմ Եղավ Նվար ջան Ես կճանապարհեմ Հա անջան, այլ Աննա ջան Շատ մի նեղվել է բալես Մանամ հետ աչքերը թաց են Եղավ Լավ կլինի Ինչը պետք է լավ լինի Նվար տոտա Դուք ոչ մի բան չգիտեք Գիտեմ Maman ինձ այսօր ամեն ինչ պատմել է։
Դու ուղղակի ուսմանդ ուշադրություն դարձրու։ Դուք մեզ շատ եք օգնում։ Ինչ եմ անում, որ այբալես։ Լավ, ես գնամ բուժքրոջ հետևից։ Նվարտոտա։ Ամբողջ կյանքում տենց դեպք չեմ հիշում, որ ինչ-որ մեկը մեզ օգնության ձեռք լինի մեկնած։ Լուրջ եմ ասում, դուք միակ մարդն եք։ Ամբողջ կյանքումը որն է այբալես, կյանքդ նոր է սկսել դեռ։ Շնորհակալ եմ։ Կարիք չկա այդպիսի բաներ ասելու, մաման ճիշտ է ասում, ուսմանդ վրա ուշադրություն դարձրու եղա։ Նվարտոտա հիմա իմ համար ամենակարևոր բանը, որ մաման շուտ առողջանա։ Կարևորը հիմա մաման է։ Դե ուրեմն մամայի մասին մտածելով էլ լավ սովորի։ Պետքա լավ սովորես, որ լավ մասնագիտություն ունենաս, հասկանում ես։ Իսկ որ լավ մասնագիտություն ունենաս, լավ էլ աշխատանք կունենաս, չէ՞ հետո։ Գոնե այսքան չարչարվելուց հետո իրեն հանգիստ կզգա։ Իսկ եթե դու հիմա չսովորես, ինչ կլինի։ Ավելի վատ կլինի։ Չէ՞ բալես։ Գիտեմ, որ ուսումը շատ կարևոր է։ Բայց Դե որ գիտես, էլ ինչ բայց։ մի բան պետքա ձեզ խնդրեմ։ Ինչ։ Մենակ խնդրում եմ չմերժեք էլի։ Չեմ հասկանում։ Խոստացեք էլի, որ չեք մերժի։ Խնդրում եմ։ Ինչ։ Ես հասկանում եմ, հա, շատ դժվար է, բայց ես այդ մամայիս համար էլ եմ ուզում անեմ, որ ինքը շուտ առողջանա, որ ես իմ ուսումը կիսատ չթողնեմ, որ ինքը ուրախ լինի։ Ես ամեն ինչ կհասցնեմ, ես դասերս էլ կհասցնեմ։ Չեմ հասկանում, ինչ ես ասում, Աննա ջան։ Ես պիտի աշխատեմ։ Ինչ։ Համ ասում ես կսովորեմ, համ էլ ասում ես պիտի աշխատեմ։ Աննա, խոսի։ Նվարտոտա, ես գիշերը կաշխատեմ, ձեր հետ։ Մենակ խնդրում եմ մաման չիմանա էլի։ Եկեք ավելի լավ է դրսում խոսանք, որ չլսի։ Մամ գնում եմ մի քիչ պարապեմ ու գնամ Լիզայից։ Լիզայից ինչ ես գնում։ Գնում եմ շփվեմ, մամա, էլի սկսեցիր։ Բալես դպրոցում ամեն օր շփվում Մամա, դու ասա ես բռնեմ թե ես։ Ինչ իմանամ, Մարիշ, մեկը։ Դե քո ճաշակը ո՞րն է։ Ասա։ Հերոտ եկա։ Պա։ Հեսա պապայց կարծնեմ։ Դու ո՞րն ես ասում։ Այս կարմիրը մեծը։ Մեծ է, ախր։ Դե ուրեմն էլ վերցրու։ Պապի լարի։ Ես բռնեմ թե ես։ Կոշիկներիս հետ։ Ինչ է։ Դու դրանով ես դպրոց գնալու, հա։ Էդ ինչ ես առել։ Չէ, դպրոց չեմ գնալու սրանցով։ Բա ինչ։ Տեղ գնալուց, պապա, ինչ ես գոռում։ Ապրես։ Ամեն ինչի մասին դու մտածում ես բացի քո դասերից, գիտես։ Մամա։ Շատ իզուր ես տենց ասում։ Ինքը եւ դասերի մասին է մտածում եւ իր տեսքի համել ընկերների հետ զվարճանալու։ Եթե լավ սովորող երեխա է, ուրեմն իրավունք ունի նաեւ մի քիչ հանգստանալ։ Դու ինձ բան մի բացատրի է։